Հրաշքներս բացարձակ նշանակություն չունի, թե քո հարազատ մարդը քեզ տվյալ դեպքում տղամարդը քեզ ինչ նվեր է տվել կամ տվել այդ նվերը թե չի տվել բացարձակ մարդկանից նվերներ կտա հետո էլ նենց կվերաբերվի քեզ որ կյանքիցդ կփոշմանես մարդկա այդ նվերը չի անում չունի իր մեջ հիմա փոքր ժամանակ իրար նվեր չեն արել ծնունդ չեն արել այդ մարդը այդ նվեր տալու ունակությունը չունի բայց այնքան հոգատար է բայց այնքան տղամարդ է բայց այնքան նվիրված է այնքան է սիրում ու հարգում ու այն ամենակարևորը ծննդաբերում ես հիվանդանոց ես գնում հիվանդանում ես մի բան հետդ կատարվում է ոտդ քարին է գալիս տղամարդը հասնի տղամարդը քո կողքը լինի հոգսերդ վերցնի իրա վրա ու քեզ ասի մի մտածի ես ամեն ինչ կանեմ ամեն ինչ լավ կլինի այս sense հա տղամարդը նվեր տվեց չտվեց վանկլիվ եմ ուզում ինչ բիրկին պայուսակ եմ ուզում լալի լուլի կան տղամարդիկ որ ամեն ինչը քեզ կտան հետնել ես նարցիս են որ սաղ կյանքդ կփոշմանես հրաշքներս չեմ ուզում բան ասեմ լավ տղամարդիկ շատ են թեկուզ են տղամարդկանց շրջանակում որ կարան նվեր անեն շատ լավ թեկուզ են շրջանում որ չեն կարա չեն ուզում չի ստացում իրանց մոտ սովոր չեն կարևորը տեր լինի հոգատար լինի եւ հոգսերդ իրա վրա վերցնի այ այդ է տղամարդը ու նշանակություն չունի այսօր ինքը հարուստա թե այն վիճակում է որ ինքը ապահովում է այսօրվա քո կյանքը իրար հետ մենք կարանք ամեն ինչ անենք իրար սիրենք իրար հարգենք իրար տեսնենք իրար գնահատենք իրար ձեռքի բռնած ապրենք ստեղծենք երկու կողմանի ստեղծենք ուղղակի հարգանք է պետք ու դա ընտրություն է սերը դա ընտրություն է ես ընտրում եմ սեր ընտրում եմ երջանկություն ընտրում եմ իմ սրտի ցանկությունները եւ ապրում եմ սիրուն սա է երիտասարդ աղջիկներ ովքեր նորեն ամուսնացել ես ձեզ եմ հիմնականում ասում նայեք ձեր շուրջը տեսեք ինչ ունեք միշտ նույնը կրկնելու եմ թող մազոլ լինի ականջները ունես ամուսին, որը բերում ապահովում է, բալիկ ես ունեցել, բալիկներ ես ունեցել, տունդ ունես, ույուտ ունես, ու նշանակություն չունի այսօր դու վարձով ես ապրում, թե տուն ես առել։ Դուք ընտրեք սիրուն ապրելը։ Մարդիկ կան այսօր տարբեր վիճակներ կա աշխարհում, մեկը տուն է կորցրել, մեկը ունեցված կա կորցրել, համարեք, որ դա ամենաճիշտ տարբերակներ, ինչ որ մի բանի դեմ վճարել եք դակ։ Բոլորդ իրար կողք եք ջանսաղությունա վերջ, այն քարի ծայրի վրա էլ կստեղծես, ցորենը աղաս ջրով խառնես, քարի վրա էփես, բայց բոլորդ իրար հետ լինեք, բոլորդ առողջ լինեք, իրար կողք լինեք, չգիտեմ էլ ոնց բացատրեմ, երեխեք, կյանքի ուրախությունն ու երջանկությունը հենց այստեղ, երբ որ դու տեսնում ես, наблюдателем вашей жизни, այսինքն դիտեք կողքից, տեսեք ձեր կյանքը, մի հատ ուսումնասիրեք ինչ ունեք, սուսուլուր ուսումնասիրեք, տեսեք ինչ աշխատող ամուսին ունեք կամ կին ունեք, ստեղծող, տեսեք ինչ երեխաներ ունեք, տեսեք ինչ երկրում եք ապրում, ուսումնասիրեք այն ամեն ինչը լուր ու հասկացեք ինչքան առավելություն ունեք, ու մենք ինչի հետևից ենք ընկնում, ընդհանրապես ընտրեք երջանիկ լինել, ընտրեք սիրել, ընտրեք այս կյանքից վերցնել ամենալավը։ Ոչ ոքի ստանդարտներն ու կրիտերիները մի վերցրեք ու մի լսեք վատ բաները։ Ձեր մեջ այստեղ հանգիստ եղեք նրա համար որ տուն տեղ ունեք, երեխեք ունեք, հարազատներդ կողքդ են ամեն ինչ նորմալ է։ Այստեղ պետք է հանգիստ լինի, որ դու գիտես, որ այսօր կարաս մտածես, կարգավորես, ամեն ինչ ճիշտ իր տեղը դնես, այսինքն որ ամբողջ ներսդ հանգիստ լինի, ամենաերջանիկ մարդը կլինես աշխարհում։ Ու դա քեզ բերում է հանգստություն ու հաջողություն ու կամաց կզգաս անգամ ֆինանսը ոնց է գալիս։ Ինքստինքյան ֆինանսն էլ կգա, ինքստինքյան երջանկություն կգա, ինքստինքյան առողջություն կլինի տան մեջ։ Հրաշքներս նաև ինձ հարցեր եք տալիս աչքի նավսի հավատում եք միանգամից ասեմ ոչ դա դուք եք ձեզ վնասում այդ վախով այդ կծկված վիճակով դուք եք ձեզ վնասում հավատում եմ Աստծուն հավատում եմ մեր էներգիային հավատում եմ մեր լավ մտքերին եւ լավ մարդկանց այդ տենց հավատներ ունեմ իսկ ես հիմա ինչ եմ ուզում ձեզ ասեմ որ ասում եմ ընտրեք երջանկությունը հայ հենց այս պահից
Այս սուրճը խմեցիր, ուրախ եղի, այդ 10 րոպեն քեզ նվիրի, հայլու մեջ նայի, մազերը դզի, ուղի, մտածի հետո ինչ ես անելու, երեխեն լացեց, գնա երեխուն նայի, թորնիկը տա, այդ թորնիկի նայի, մտածի ինչ կարաս անես, ինչ ես սիրում անել, ինչ մի բանով օգուտ տաս ընտանիքիդ, տանն ես նստած, երեխեքին օգնի, սառնարանը լցրա, ճաշեփի, չգիտեմ, զագատովկե կարեք, ես օրինակ տուն մաքրել չեմ սիրում, դրա համար դրա մասին չեմ ասում, մարդկա սիրում է տունը մաքրել, դա իրան հանգստացնում է, ես չեմ կարող դրա մեջ հանգստություն տեսնեմ երբեք, դրա համար ես բարի փերիներ ունեմ, ովքեր գալիս են ինձ օգնում են, իմ տունը մաքրում են։ Դա իմ միակ թերությունն է այս աշխարհում, չեմ սիրում տուն մաքրել։ Էդ ինչ անեմ։ Ամիգուցե էլի թերություններ ունեմ, բան չունեմ ասելու, բայց ընտանիքի հետ կապված, օջախի հետ կապված դա է։ Սիրում եմ լավ լվացքը հոմով պուպուշ անել, սիրում եմ լավ էփել ուշքս գնում է խոհանոցի համար, սիրում եմ ույուտ ստեղծել ցանավեսկաները, պակրևալա, դիվան, չգիտեմ, տրիմո, ամեն ինչ հայլի այդ բաները սիրում եմ, բայց մաքրությունը չեմ կարա։ Երևի չեմ հասցնում, ներվայնանում եմ, այդ ընթացքում կարամ ուրիշ լավ գործեր անել, միգուցե դրա համար, որ ես ինձ համար ավելի կարևոր գործեր ունեմ ու դա ժամանակ է տանում։ Ես շատ նյութեր ունեմ, դուք գիտեք, ես վերցրել եմ փիլիսոփայությունը, վերցրել եմ հոգեբանությունը, աստվածաշունչը, սոցիոլոգիան, մեր մենտալիտետը ու նյութերը ստեղծել եմ այդ ամեն ինչի հիման վրա ու ես գիրք եմ գրում։ Ես շատ իհարկե երկար ժամանակ կտևի դա, որովհետև դա մեծ աշխատանք է, բայց երևի թե ես մտածում եմ այդ ժամանակը, որ ես տուն պետք է մաքրեմ, ավելի օգուտ բաներ անեմ, երևի դրա համար չեմ կարողանում հասցնեմ։ Երեխեքն էլ որ փոքր էին, էլի իրանցով էի զբաղվում, անընդհատ գրքեր էինք կարդում, իրար նկարում էինք, խաղում էինք, ու իմ ժամանակը չէր հերիքում, որ ես այդ տան գործեր անեի։ Ու ես իմ երեխեքի հետ եմ հիմնականում աշխատել։ Այն ժամանակ էլ այտենց չէի հասցնում իմ տան գործերը։ Միշտ ամուսինս ասում էր ոչինչ, մարդ կվարձենք, թող գան մաքրեն։ Դու լիժ բը լավը զգա երեխեքս իրանց լավը զգան, համով մեզ կերակրում ես, մեր տրամադրությունը բարձր ես պահում եւ այլն։ Չնայած ես երիտասարդ ժամանակ ես էլ խնդիրներ եմ ունեցել, կռիվ պատերազմ ենք արել, բաժանվել ենք, միացել ենք, ամեն ինչ եղել է մեր կյանքում հրաշքներս։ Դրա համար էլ իմ փորձից ելնելով ձեզ լիքը լավ խորհուրդներ եմ տալիս։ 31 տարվա ամուսնական կյանք ունեմ ու պատկերացրեք ինչեր ենք տարել այս ընթացքում։ Դրա համար ես շատ հստակ ձեզ ասում եմ ու խորհուրդներ եմ տալիս։ Աղջիկներս, ովքեր որ ինձ մոտ եկել են կոնսուլտացիայի, ողջունում եմ բոլորին։ Սիրուն աշխատանք է մեզ սպասում այս սիրուն կանաչ տեղից եւ ձեր աչքերը համ կտեսնի ինձ, համ կտեսնի այս գեղեցկությունը եւ թերապիան սկսվում է հենց այս կանաչ գույնից։ Իսկ ովքեր որ գրել են եւ չեն պատասխանել, մի անգամ էլ գրեք, որովհետեւ նամակները շատ են։ Նորից գրեք, ովքեր որ թերապիայի ա ուզում գա ու ես չեմ պատասխանել։ Ես կարդում եմ նամակները, աղջիկներս շնորհակալություն են գրում ու ասում են հանգստանում ենք, ձեզ լսում ենք, ձեր ձայնը, ձեր թեմաները ինչքան կարաք երկար խոսեք, որովհետև ականջներս ասում ա դնում ենք, նաուշնիկները գործ ենք անում, երեխային քնացնում, աման ենք լվամ, տուն ենք մաքրում, դուք մեզ էներգիա եք տալիս ու հանգստություն, ահա երկար խոսեցի, ինձ այնց անկախ ստացվում է երկար խոսել։ Մարդ էլ կա ասում է ինչքան ես խոսում, կարճացրա որ լսենք, չենք հասցնում, գիշեր ցերեկ ուզում եմ միտեղ մտնեմ, քեզ լսեմ։ Было бы желание։ Կարելի է ճանապարհին լսել, ականջին դնել, կարելի է ինչ-որ գործ անելուց մեկ ամենք օրվա ընթացքում այնքան բան ենք անում ընտանիքի համար ու այդ նստելու այդ գործ անելու ընթացքում կարաք լսեք։ Երիտասարդ հրաշքներիս համար շատ եմ ուզում, որ դուք ինձ լսեք ու ձեր կյանքը սիրուն ապրեք ու մեծերին էլ ես էլ եմ շնորհակալ, որ գնահատում եք իմ աշխատանքը, որ ասում եք մեր երիտասարդներին օրինակ եք ծառայում, ուղարկում ենք ձեր վիդեոները, երեխեքը նայում են ու շատ փոխվում է։ Ու այս վերջերս մի նամակ ստացա շատ հուզիչ։ Նման նամակներ պարբերաբար ստանում եմ, որ մի կին ինձ գրել է Գանե ջան շատ վատ էի, հուսահատ, ահավոր, եզրին կանգնած վիճակում էի ու ձեր վիդեոները տեսա։ Դուք հավատացեք ինձ, այն աշխարհից հետ եք բերել, իմ մտքերը փոխել եք։ Կարամ ասեմ կործանումից ինձ փրկել եք։ Հրաշքներս, բա դա հրաշք չի։ Հրաշքներս, նորից ուզում եմ ասեմ, խորհուրդը մնում է խորհուրդ, բայց թերապիան ուրիշ է։ Երբ որ մենք աշխատում ենք իրար հետ, երբ որ մենք պահիտակ հասկանում ենք մարդը ոնց է մեծացել, ոնց է մտածում, ինչ ուղղությամբ է պետք տանել,
ոնց է պետք կարգավորել մտքերը, որ ինքը ճիշտ մտածի իր հարցերը լուծի։ Մի խոսքով, ես մեծ սիրով ձեր կողքին եմ, դեռ փաթեթները շարունակվում են մինչև մայիսի վերջ, ու ովքեր որ ինձ մոտ կգան կդիմեն մայիս ամսին, ինձ մոտ կմնան 50% զեղչի մեջ։ Հունիսի 1-ից արդեն փոխվում է տարիֆը, իսկ սեպտեմբերի 1-ից աշնանային դիպրեսիաները հենց սկսվում են, բարձրանում են գները։ Այնպես որ անգամ եթե սեպտեմբերից եք գալու թերապիայի, հիմա ինձ մոտ գրանցվեք, որ հետո 50% զեղչով գաք։ Այսպիսի բաներ։ Ձեզ լավոր եմ մաղթում, սիրեք ձեզ, ընտրեք երջանկությունը, ընտրեք բարձր տրամադրությունը, ընտրեք սերը, սիրեք ամեն ինչ, ինչ որ Աստված տվել է ձեզ, բայց դրա համար դուք ձեզ սիրեք։ Ինչև դու քեզ չսիրես, դու չես հասկանա սերը ինչ է։